Վազգեն Քոլոյան ստեղծագործում է 14 տարեկանից տարբեր ժանրերում։ Երաժշտությունը ընդհանրապես լինում է, որ գեղեցիկ ակորդների հիման վրա ես գրում եմ մեղեդային տողը։ Կամ լրիվ ուրիշ մի տարբերակ էլ կա, ենթադրենք գիշերը պարկելիս քնելիս, ուղղակի ես այդ պահին փորձում եմ նոր երաժշտություն ստեղծագործել։ Ոնց որ բոլոր ստեղծագործողները, բոլոր արվեստագետները ունեն գործեր, որոնք ավելի ըստ իրենց հաջողված են կամ ոչ այնքան հաջողված։ Դրա համար գնահատականը կախված է նայած որ գործեր կա ինձ շատ հարազատ են, համարում եմ որ բավարար են, գործեր կան որ փոքրինչ ավելի թերի են։ Ընդհանրապես երբ որ ստեղծագործել եմ ես միշտ ինձ համար շատ կարևոր է եղել որպեսզի իմ երգերը երգեն տաղանդաշատ երգիչ եւ երգչուհիները։ Իսկ այս մրցույթը որ մեկնարկել է արդեն ինձ համար շատ ուրախալի մի փաստ է որ հնարավորություն է որ իմ երգերը կերգեն տաղանդաշատ երգիչները։ Էլիտա Հարությունյան ստեղծագործում է 14 տարեկանից արձակ ոճում։ Մասնագիտությամբ թատերագետ եմ, բայց անկեղծ ասած երբևէ չեմ աշխատել այդ մասնագիտությամբ, որովհետև այն տարիներին, երբ ավարտեցինք թատերագիտական ֆակուլտետը Թատերական ինստիտուտի, տարեկան 15, 16, 17 թատերագետ էինք ստացվում, մինչդեռ երևի մի 10 թատրոն հազիվ լիներ մեր քաղաքում։ Հիմնականում աշխատել եմ որպես հաղորդավար եւ սցենարիստ եւ մինչ այսօր էլ շարունակում եմ այդ գործունեությունը։ Մի քանի վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ եմ, իսկ բոլորովին վերջերս իմ մեջ նաեւ ջիղ արթնացավ բանաստեղծություններ գրելու եւ 2-3 տարի առաջ թողարկվեց իմ առաջին փոքրիկ ժողովածուն, որը ես նվիրեցի հորս հիշատակին։ Երգեր գրում եմ մի քանի տարի շարունակ, ընդ որում ստացվում է այնպես, որ գրում եմ եւ երաժշտություն եւ բառեր։ Հիմնականում իհարկե խոսքերի հեղինակ եմ, որովհետեւ այդ ձիրքը շատ ավելի արհեստավարժ է ինձ մոտ ստացվում, որովհետեւ խոսքը ես կարծում եմ ավելի շատ է իմ մեջ, քան երաժշտությունը, չնայած շատ սիրում եմ երաժշտություն եւ ունեմ 7-ամյա կրթություն երաժշտական։ Դե կարծում եմ շատերը ինձ կճանաչեն նաև Աստղիկներ պրոյեկտից, որովհետև վերջին Աստղիկներում բոլոր երգերի բառերի հեղինակը նաև ես էի։ Հարմար միջավայրում, այսինքն երբ քեզ ոչ մեկ չի խանգարի կամ երբ դու կգնաս դուրը կբացես ու սենյակում մենակ կլինես, սկսում ես գրել, ստեղծագործել։ Չգիտես թե ինչ կստացվի շատ հաճախ, չգիտես թե ինչի մասին կգրես։ Բավականին ոգևորիչ է Շանթի եթերում այս պրոյեկտի ի հայտ գալը, որովհետև գուցե տգեղ ինչ իմ կողմից, բայց ես կարծում եմ, որ այսօր հայտնի ստեղծագործողները շատ ավելի են թերանում իրենց աշխատանքում, քան նրանք, ովքեր դեռևս հայտնի չեն։ Եվ Շանթ հեռուստաընկերությունը ինձ նմաններին, մեզ նմաններին տվեց մեծ հնարավորություն ինքնահարտահայտվելու եւ երիտասարդ ստեղծագործողները, ում մասին դեռ ոչ մեկ չի լսել նույնիսկ, հնարավորություն ունեցան ցույց տալու այն, ինչ իրենք կարող են անել։ Մեր բնակչությունը կունենա բացի նրանից, որ նոր երգեր կունենա հնարավորություն ինչ-որ մի նոր ալիք ստանալու ստեղծագործական երգերի, խոսքերի եւ նոր ինչ-որ մի երևույթի, որը պրեմիերա է, որը բեմել է շատ շատերի համար եւ որը ոգևորիչ, հուզիչ ու սպասումներով լի է։ Վազգեն Քոլոյան եւ Էլիտա Հարությունյան, Աշտան Սերենադ։ Այսքան պատկերացրու թե ամեն երգը ոնց կհնչի սոլով, էլի։ Այս երգը ունի մի հատ չի կարելի ասել խնդիր, ինքը սա արդեն կրկներքն է, այսինքն վերևներ չկան, ինքը ասած գնաց, բացավ։ Հստակ կրկներքն է արդեն։ Ինքն ծանոթ ձեռագիր է մի տեսակ, ոնց որ Սուրեն Կնյազյանի երգերից լինի։ Չէ, բայց նման է ոճը ինձ շատ։ Սա կրկներքն է արդեն։
Ես ամեն երգը լսելուց պետք է արդեն հասկանամ, որ հեղինակն է գրել, բայց իրավունք չունեմ, չէ՞ ասելու։ Եթե գիտենք հեղինակի անունը, գիտենք հեղինակին։ Դե ոչ այնով արդեն։ Հասկացա։ Լավ, շնորհակալություն, կանեսենք երգը։ Շատ հետաքրքիր է ով է գրել, ըստ Նաջեզա։ Չէ, դեռ չեմ ասի, քանի որ ինչ պետք է։ Որտեղ Անդրեն էլ լսեց, ասեց մի մարդու ազգանուն, բայց իրականում սխալվեց։ Հա։ Բայց հնարավոր է փոխել, այսինքն ժանրը փոխել ինչ որ ուրիշ երգի։ Այս երգի։ Ուայտաշունը։ 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 Աշունը։ Չէ։ Այսպես մի բան, էլի, մոտավորապես։ Աշկին, եթե ժանրը դուրս չգաս, կարաս փոխես, ուրիշ ձև երգես։ Հնարավոր։ Ուայտաշունը։ Տանանանանան։ Անդրե, կիսվի մեծ է, տենց մի պարպակվի, ասա։ Ես վախենում էի կրկներք շատ բարձրանա, բայց շատ չբարձրացավ։ Իսկ ընդհանրապես երգը դուրս եկավ։ Շատ, չէի ասի շատ, բայց կարծում եմ իր վոկալի գույնին Դամանիմաս, իրա երգն է հետ։ Էժանով։ Ուրիշ ոչ միտեղ սենց ես գնի չես գտնի։ Չէ։ Ես ոնց հասկացել եմ սա երգի կրկներ։ Սինթեզով նվագում էր, անունը մոռացա։ Սենց Ստիլիա։ Ժան Միշել Ժար, բաց։ Տանցոտ ինչ։ Երգը սա է։ Այսինքն կրկներքը սա է երգի, դա կուպլետներ դիմացը։ Իրան հիշենք որպես աշուն։ Իրան հիշենք որպես աշուն։ Կարող ենք ասել հաջորդին։ Կարող ենք ասել հաջորդին։ Կանաց եք ընտրում առաջի երգը, դուր չեկա ոնց հասկացա։ Մի քիչ ավելի ոճային Առումով։ Լուսինեինը չէր։ ոչ։ Երկու սիրուն երգեր, բայց իմ հետ կապ չունի։ Ես Քեզ ավելի լավ չեմ զգա այս երգի մեջ այստեղ։ Լավ չես գա։ Մի քիչ տարիքով մեծ երգեր են, Մեծ տարիքով մարդու եք։ հա, չէ, ամեն տարիքով մեծ երգ էլի։ Լավ, օքեյ, հասկացա։ Մեղեդին վատ չէր։ Մեղեդին վատը չէր։ Ոչ այն էլ կարելի էր Կարելի էր փոխել, ես լսում եմ։ կարելի էր իր ժանրի մեջ տեղավորվել։ Ահա։ Ահա։ Չեմ կարծում ես ասած։ Այսօր դու։ Չէ, ես չեմ ուզում վատ բաներ ասել, որովհետև հնարավոր է ինչ-որ մարդու համապատասխան երգ է այս, որովհետև կան տես մարդիկ, ովքեր սենց երգեր կարող են երգել, զգալ, տալ, անցնի գնա։ Այս սրբուկինը չի ես իրան ճանաչելով եմ ասում, ինչքան էլ ես երգի ժանրը փոխես, մեկը ինքը հենց այդ վիճակը կա էլի այս։ Հիմա կլինի ինչ-որ ձևել ես երգը։ Ձևել։ Չէ, լավն է։ Սոնայի կատարմամբ ինչ-որ շունչ կառնի երգը։ Իսկ եթե գործիքավորումը փոխվի եւ նա իր զգացմունքով արդեն երգի այս երգը ինչ-որ փոփոխություն կարող լինի։ Սոնա Ռուբենյան, առաջին հորիզոնականում Վազգեն Քոլոյանի եւ Էլիտա Հարությունյանի Աշնան Սերենադ երգն է։ Իդեպ Սոնան միակն է, ով ընտրել է այս երգը։ Սոնան ընտրել է Աշնան Սերենադ երգը Անդրեի օգնությամբ։ Միակ բանը որ նեղում է այդ մինոր դոմինանտայի այդ նոտան էլ այդ որ ասեն այդ պետք է ինչ-որ ուրիշ լուր։ Մենք այդ պետք է։ Ինձ թվում է որ դա Չէ։ Սենց ինչ-որ բան։ Թող լինի սենց։ Սերը սիրհ, դա հետա չէ վերջում։ Պրիպևի վերջում։ Չէ, պրիպևի չէ, տան վերջում է, հակառակ։ Տան այդ մասն է։ Նա հա ամրեց հանգչեց մարեց իր հետ աշուն բերեց
Ոչ թե աշուն վերեց։ Հա, էլի։ Աշուն վերեց Ուզեի, որ այս ադլիբիտուն վիճակը լիներ, տեմպից դուրս վիճակը։ Այստեղ լրիվ ազատ ոնց ինքը կերքի հետևից կարելի է նվագակցել։ Բայց ցածր էր ոնց որ։ Չէ, տոնայնության խնդիրը ոչ։ Տոնայնությունը հեշ խնդիր չի։ Այդ ոչինչ։ Սովորական չէ։ Դե քանի որ դու ակադեմիական երաժիշտ ես, ես չեմ էլ կասկածում, որ դու կուզենաս որ դաշնամուրով Սամվելը մեծ սիրունական բան sense նվագի պրոյեկտներ։ Քեզանից էլ է կախված արդեն որ ոնց կատարես դու գործիքավորումը քո կատարումով արդեն կարող է ինչ որտեղ սկսես թելադրել։ Իրանք երկուսով ուղղակի երկի։ Ու վերջ, չէ։ Ու վերջ, այդքան էլ զրափակվում են։ Ու թափ-թութակը կմիանար իրանց։ Այս припевի ձեր տան, հա, припевը, վերջի припевը։ Վերջի անգամը припевը, հա։ Քո երկեցողությամբ ավելի նուրբ, ավելի հանգիստ, ավելի ազատ։ Այդ ազատությունը քեզանից էլ է գալիս, Սամվելը ինքը քո ազատությանը հարմարվեց։ Հասկացար։ Ու քո երաժշտությունը երգը պարտադրեց, որ սենց նվագակցվի։ Ինձ թվում է, որ մենք սենց պետքա թողնենք, ես կողմնակից չէ, որ մենք արհեստական մոգոնենք ինչ-որ բաներ։ Եթե երգը սենց լավ է հնչում, ինքը պետքա սենց լինի։ Հա, վերջնականում մենք ավելացնենք գույներ, լավ ջութակ, ինչ-որ փադեր, ստրինգսեր եւ այլն։ Իմ խորհուրդը էսպեսին է։ Դու շատ գնացիր մոդուլացիա։ Ջան, այդ ու այդ տոնիկայի մեջ է, իսկ մենք դոմինանտայի վրա ենք։ Ես այդ ու այդը չանեմ, ասեմ աշունը։ Տարբերակ է։ Մի հատ էլ արա, բայց սոն դու մեղեդի մեջ, քեզ դաշնացի էլի որ աշունը։ Չէ, աշունը հստես թող լինի։ Իսկ թվում է մենք եկանք ամենաօպտիմալ տարբերակին, որը ամենասիրունը լինի եւ Սոնայի դեպքում եւ այս երգի դեպքում։ Գնանք կասեմ որտեղ։ Դա մետո կասեմ։ Դոմինանտա չլինի։ 7-8 երգերի միջից միայն ես եմ այս երգը ընտրել։ Դուրս եկել է, եթե ընտրել եմ, կարծում եմ մեղեդային գեղեցիկ երգ է։ Գործիքավորման մեջ ինչ-որ բաներ փոխել ենք, ինչ-որ բաներ չի, ամբողջովին փոխել ենք, այսինքն նախկին գործիքավորումից ոչինչ չի մնացել։ Մեղեդին իրավունք չունեմ փոխելու, որովհետև հեղինակինն է։ Եթե ես գրեի մի քիչ կփոփոխեի, բայց եթե հեղինակը զգացել է այսպես եւ իր երգն է, ես կերգեմ այսպես։